հենվելով իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հռչակում է Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Անցյալի փորձից ունենք այսպես կոչված Երևանյան հանրապետության մոդելը, երբ Բաթումի, ապա եւ Ալեքսանդրապոլի դաշնագրերով թուրքական քաղաքականության թիրախ դարձավ Արևելյան Հայաստանի մեծագույն մասը։ Հիմա մենք տեսնում ենք պատմության չարաղետ կրկնության հավանականություն, բայց շատ ավելի հոռի եղանակով, երբ լավագույն դիպաշարը այսպես շարունակվելու դեպքում կլինի այսպես կոչված Երևանյան հանրապետությունը։ Խաղաղություն ամեն գնով նշանակում է Ադրբեջանը Թուրքիայի ուղեկցությամբ կորոշի, թե որն է մեր սահմանը, պետականության հիմքը, ինքնությունը, տարածքային ամբողջականությունը։ Նաև հուշում են վտանգը։ Մեզ հետ կապված իրենք տեսնում են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով սահմանված Նախիջևանի կարգավիճակը։ Նախիջևանը ժամանակին ուներ թուրքական եւ ռուսական խնամակալություն, բայց պատկանում էր Ադրբեջանին, թեև այն ժամանակ հարաբերական մեծամասնությունը հայերն էին այնտեղ։ Վտանգ կա, որ եթե այսպես շարունակվի, կարող է անվանումով Հայաստանի Հանրապետություն մնա, մեր սրբազան դրոշը ծածանվի հայտնի շենքի վրա, բայց մենք կկորցնենք մեր ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ընդհանրապես մեր ինքնությունը։ Կզրկվենք ոչ միայն պատմությունից, այլև ապագայից։ Բոլորիս ուզում է ինչ անել։ Մեր մեջ այդ հարցը պայթում է ամեն օր։ Մեկը չի կարողանում իրեն զսպել, դիմում է ծայրահեղ միջոցների։ Կան անկյուններ, հրապարակներ, դահլիճներ, յուղեր, որտեղ սրտացավ մարդիկ հավաքվում են, փորձում են լուծումներ գտնել։ Ինքը այն մարդ չի հասել նա, որ ասի թողեմ գնամ, ընդդիմադիր դաշտի հետ խոսեմ, թողեն ես Հայաստանում ապրեմ, հեռանամ իշխանությունից։ Օրինակ գա նոր մի մարդ, օրինակ գա մի նոր մարդ, ենթանենք Պետրոս Պետրոսյանը եւ Ալիևին Ամերիկային ասի, չհասկացա, այս ինչ խաղեր են, այս ինչ միջանցքի խաղեր են։ Դուք ով եք։ Որովհետեւ այս նոր մարդը Պետրոս Պետրոսյանը պարտավորվածություն չունի իրաց հանդեպ։ Մինչև հիմա մենք չենք կարողացել գտնել այն բանաձևը, կարգախոսը, մեթոդաբանությունը, որը կհամակարգեր բոլոր ջանքերը, կլիներ իրական պորտկում, որը կունենար համապետական եւ համահասարակական նշանակություն։ Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք համապետական պայքարի։ Այս իշխանությունը խաղաղություն բառը չարաշահում է իր աթոռը պահելու համար։ Պետք է Հայաստանի Հանրապետությանը շունչ տալու հնարավորություն ստեղծել սրանց փոփոխմամբ։ Զուգահեռաբար պետք է նվազագույն պաշտպանական զսպումների համակարգ ստեղծել, միջազգային հանրության հետ աշխատելով, ոչ թե սենսացիոն հարցազրույցներ տալով։ Անցման շրջանում մեզ ոչ թե պետք է վախեցնեն պատերազմով, այլ մենք պիտի կարողանանք ուժեղանալ, սեփական պաշտպանությունն ապահովել եւ այս փխրուն, ճակատագրական եւ վտանգավոր անցումը միասին կատարենք։ Ամեն մեկը ոչ միայն իր մասնագիտական գործով պետք է զբաղվի, այլև հրապարակային եւ հասարակական գործունեություն ծավալի։ Որտեղ կա ռեսուրս, այն պետք է ներդրվի, որտեղ կա որևէ մեկի ինքնաբացարկի հնարավորություն, դա եւս հայրենասիրության մեջ պետք է դիտարկվի։ Պետք է ստեղծվի վերկուսակցական, անցյալին չվերադարձող, բայց այս ներկան չշարունակող մի այլընտրանք, որը մենք միասին մոտ օրերին պիտի կյանքի կոչենք։ Եթ ոչ բոլորս տեսնում ենք, թե ինչ է լինելու այսպիսի պրոգրեսիայով, ճամարտակումներով։ Խոսում են հոգեպես ամենակեղտոտ եղանակով, ասում են, թե իբր օրինակ ոսկեպարի ճանապարհին ռեստորան չկա։ Վաղը, եթե մենք սրա մասնակիցն ու կենթանի վկան լինենք, չկարողանանք մեր պետականության այս օրերին սրա դեմն առնել եւ կողքից տեսնեն, որ նորից ենք զիջում, վերլուծական մտքի կարիք չկա, որ ասենք դա շարունակվելու է։ Հակամարտությունը եղել է Լեռնային Ղարաբաղի շուրջը։ Այդ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջը ավարտված չի։ Որտեղ ոնց կարող է ավարտված լինի այն հակամարտությունը, որում Ալիևը ասում է հետևյալը. ես 100% շահել եմ, իսկ դուք 100% կորցրել եք։ Լեռնային Ղարաբաղը այլևս գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը այլևս գոյություն չունի, թող գնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանա վերջանա, հա։ Որևէ իրավունք չունի եւ այլն։ Այդ ո՞նց է տես պատկերացնում, ո՞նց է տես պատկերացնում։ Դա հնարավոր չի ձևի հակամարտություն ավարտ։ Այն ինչի շուրջը տեղի ունեցել հակամարտությունը իր լուծումը հանգուցալուծումը չի ստացել։ Փաշինյանը որևէ կերպ պետ իմաստով լիազորված չի ոչ Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից, որը լրիվ այլ մանդատով է իրանացրել, ոչ առավելևս Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից հակամարտության էջը այդ ձևով փակելու, որովհետև Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը պետք է հարց տասի, բա մեր հարցը ո՞նց է լուծում։ Եվ տալու է այդ հարցը, բա մեր հարցը ո՞նց է լուծում։ Մեզ տնազուրկ է կարել, մեզ իրավազուրկ է կարել, մեզ պատվազուրկ է կարել, ամեն ինչ մեզանից խլել եք։ Բա այդ մեր հարցը ո՞նց է լուծվելու։ Թշնամին կարող է խորանալ տավուշ կամ դեպի Սևան, իրենք քայլ առ քայլ մեթոդաբար դնում են իրենց պահանջները։
մտնում են մեր սահմանադրական դաշտ, հիմնադիր օրենքների ասպարեզ։ Չկա Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին վերաբերող գեթ մի հիմնարար ոլորտ, ուր իրենք արդեն չեն մտել եւ պահանջ նախապայմաններ չեն ձևակերպել։ Իսկ այստեղ այնպիսի զարմանալի պատրանքային վիճակ է, ինքնապաշտ մի իշխանությամբ, որն ասում է խաղաղություն ամեն գնով։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։